Բարև ձեզ, կրկին էկոնոմիքսն է, այսօր խոսելու ենք հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների մասին։ Գաղտնիք չէ, որ հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունները ունեն երկար տարիների պատմություն և այդ հարաբերությունները անշուշտ իրենց զարգացման շրջափուլներն են ունեցել։ Ներկայումս ևս բավականին կարևոր շրջափուլում են գտնվում զարգացնելու մեր հարաբերությունները այս ուղղությամբ դիվերսիֆիկացնելու Հայաստանի տնտեսական արտահանման ուղղությունները։ Այս թեմայով խոսելու ենք հայ-չինական գործընկերության կենտրոն ՀԿ-ի նախագահ պարոն Մխիթարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մխիթարյան, հայ-չինական հարաբերությունը ներկայումս ինչ շրջափուլում են գտնվում, ինչ ունենք։ Հայ-չինական հարաբերությունները ներկայումս գտնվում են ոչ վատ փուլում, լավ փուլում են գտնվում, մանավանդ այս վերջին իրադարձությունների ներքո, որ Հայաստանը Չինաստանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, դա մեկ անգամ ևս կխթանի մեր երկրների միջև տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացումը։ Նու կարելի է ասել, որ հայ-չինական հարաբերությունները գալիս են դարերի խորքից, հազարամյակներից, գաղտնիք չէ, որ եւ մեր առևտրականները եւ չինացի առևտրականները դեռ մետաքսի ճանապարհով իրար հետ շփվել են, առևտուր են արել։ Չինաստանում հիշում են դա։ Հիշում են եւ բայց պետք է անընդհատ հիշեցնել դա էլ, որտեղ մեծ այսօր Չինաստանը դարել է աշխարհի մասշտաբով մեծ քաղաքական խաղացող եւ քաղաքական առումով եւ տնտեսական առումով եւ դրա համար պետք է որ մենք մեր հին կապերը, այսպես ասած, պատմությունը օգտագործելով կարողանանք ավելի զարգացնենք մեր հարաբերությունները։ Չինական տնտեսությունը վերջին տարիների ընթացքում շատ արագ տեմպերով զարգանում է։ Եթե նախկինում ինքը որպես արտադրող երկիր էր հանդես գալիս, արդեն ներկայումս ինքը նաև նոր նոու-հաուների, նորարարության կենտրոն է հանդիսանում։ Հայաստանը, Չինաստան, ինչ տնտեսական հնարավորություններ ունենք, ինչ նախագծեր կարող ենք իրականացնել միասին։ Պետք է ասեմ, որ այո, ժամանակին Չինաստանը դիտվում էր որպես արտադրող երկիր եւ հիմնականում կարելի ասել ոչ այնքան բարձր որակի արտադրանքի հայրենիք, սակայն տարիների ընթացքում գիտության զարգացման, տեխնոլոգիաների զարգացմամբ Չինաստանը այսօր շատ որակով եւ բարձրակարգ արտադրանք է տալիս բոլոր ասպարեզներում։ Շատ զարգացած է տեխնիկան, տեխնոլոգիան, գիտությունը շատ արագ զարգանում է։ Այդ առումով Չինաստանը խթանում է նոր տեխնոլոգիաների կիրառումը եւ եթե մենք կարողանանք մեր պոտենցիալը, մեր երկրի պոտենցիալը այդ ուղղությամբ օգտագործել համատեղ չինական ընկերությունների հետ զարգացնել, դա շատ լավ բան կլինի։ Մենք ունենք այդպիսի նախագծեր հայ-չինական ընկերություններ։ Այդ ոլորտում ոչ դեռ չունենք, բայց նախատեսում են մի քանի, այսպես ասած, պրոյեկտներ կան, նախագծեր կան, եթե ստացվի, շատ լավ կլինի։ Ուղղակի այստեղ հարցը ինչումն է։ Պետք է կազմակերպել այնպես, որ նաև պետական աջակցություն լինի այդ ծրագրերին, որովհետև երկու մասնավոր ընկերությունների միջև համագործակցությունը ամեն դեպքում սկզբնական փուլում նախատեսում է որոշակի աջակցություն երկկողմանի եւ չինական կառավարության եւ Հայաստանի կառավարության կողմից։ Չինական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում բիզնես իրականացնելու համար։ Այդպիսի ազդակներ ստանում եք դուք։ Ես պետք է ասեմ, որ մեր շփումներում եւ ընտեղի գործնեությամբ պայմանավորված բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում, այսպես սիմպոզիումներ, սեմինարներ, ֆորումներին ներկայացնում ենք Հայաստանը, Հայաստանի պոտենցիալը եւ կարող եմ ասել, որ այո, որոշակի ինֆորմացիայի պակաս կա, փորձում ենք այդ պակասը դրացնել, ներկայացնել ինչ հնարավորություններ կան այստեղ եւ որոշակի հետաքրքրություններ իհարկե կան, սակայն այդ հետաքրքրությունները գալիս են հանգում են մի կետի, երբ որ ասում են լավ, դրսի ներդրումների համար ինչ արտոնություններ կան Հայաստանում։ Այդտեղ մի քիչ պետք է երևի այդ դաշտը, բայց դա կառավարության ոլորտում է, արդեն մենք ոչինչ չենք կարող անել։
Շատ լավ, իսկ որ ոլորտներն է իրենց ավելի հետաքրքիր Հայաստանում, եթե ունեք այդպիսի տեղեկատվություն։ Դե իրենց հետաքրքիրը կարող եմ ասել լավ գյուղատնտեսական ոլորտն է հետաքրքիր, որովհետև մենք ունենք լավ զարգացած գյուղատնտեսություն եւ չինական փորձը ներդնելով մեզ մոտ կարող ենք լավ արդյունքներ ստանալ։ Այդ առումով չինացիները հետաքրքրված են այդ ուղղությամբ, այսինքն ջերմատների զարգացում, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ եւ որակյալ գյուղատնտեսական ապրանքներ ստանալու համար։ Կարծում եմ, որ դա որոշակի առումով կարող է շատ լավ հիմք հանդիսանալ հետագա այդ ոլորտի զարգացման համար, ընդդեղի չինական ընկերությունների եւ հայկական ֆերմերների գյուղատնտեսական ընկերությունների միջև։ Պետք է ասել, որ Չինաստանը այսօր շատ լավ արագ զարգանում է այդ ուղղությամբ եւ ներդնում է շատ ժամանակակից տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ եւ ինձ թվում է փորձի փոխանակումը, ինչու՞ չէ նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Հայաստանում շատ լավ օրինակ կարող է ծառայել հետագա դրա զարգացման համար։ Ներկայումս Հայաստանը ինչ է արտանում առհասարակ Չինաստան։ Չինական շուկան մեզ համար ինչով է հետաքրքիր։ Չինական շուկան մեզ համար եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի համար է հետաքրքիր, որտեղ դա պայմանավորված է չինական շուկայի մեծությամբ։ Մոտ 1.5 միլիարդ շուկան դա քիչ բան չի եւ բոլոր երկրները ցանկանում են եւ աշխատում են այդ ուղղությամբ, որ մտնեն չինական շուկա, այդ թվում նաեւ մենք։ Սակայն այդտեղ մի քանի, այսպես ասած, խնդիրներ կարող են առաջանալ զուտ հանրաճանաչման հայկական Հայաստանի եւ հայկական արտադրանքի ճանաչման իմաստով, այդտեղ մենք եւ մենք մեր գործունեության մեջ եւ արտահանողները ինձ թվում է պետք է որոշակի աջակցություն ստանան կառավարությունից, որովհետեւ պետական աջակցությունը այնտեղ գնալ, ներկայանալ, լոգիստիկ խնդիրները, ծախսերը հաղթահարելը եւ չինական շուկայում դիրքավորվելը դա բավականին բարդ է։ Մեր հարևան պետությունները մոտ 1 տասնամյակ աշխատել են այդ ուղղությամբ եւ այսօր եւ վրացական եւ ադրբեջանական արտադրանքը բավականին այնտեղ հայտնի է եւ վաճառքում կա։ Իրանք ինչ են արել, այսինքն մարքեթինգ են արել, ցուցահանդեսներին են մասնակցել։ Չինական շուկայում մտնելու համար նախ եւ առաջ պետք է առաջին հերթին խորը մարքեթինգ անել, ուսումնասիրել շուկան եւ ընտրել այն ապրանքները, որոնք այնտեղ կարող են վաճառվել եւ կարող են ապագայում պահանջարկ ունենալ, որովհետեւ չինական շուկան շատ յուրահատուկ շուկա է, դա համեմատելի չէ ԵԱՏՄ շուկայի հետ, եվրոպական շուկայի հետ, Ամերիկայի շուկայի հետ։ Պետք է այսպես մի բան էլ հաշվի առնենք, որ մեր արտահանողները հիմնականում արտահանում են այն ուղղությամբ, որտեղ կա հայկական սփյուռք։ Իսկ այստեղ հայկական սփյուռք չկա, անծանոթ եւ ուրիշ մենտալիտետով ազգ է, ժողովուրդ է ապրում եւ պետք է իրենց արտադրանքը հարմարեցնեն ընդեղի պահանջներին։ Այդ առումով պետք է նախ մարքեթինգ արվի շուկան, ուսումնասիրվի, երկրորդ պետք է գովազդային արշավներ արվեն, պետք է մասնակցեն Չինաստանում ընթացող միջազգային ցուցահանդեսներին, ոչ թե ասենք տարեկան 1 անգամ, ինչպես հիմա է կատարվում, վերջին 3 տարեկան մենք ընդհանրապես պետական աջակցությամբ մասնակցել ենք միայն 1 խոշոր ցուցահանդեսի, Շանխայում դա տեղի ունենում նոյեմբեր ամսին, դա շատ քիչ է։ Ես ինչպես նշեցի, մեր հարևան երկրները եւ մնացած աշխարհի երկրները, նրանք պարբերաբար տարին մի քանի տասնյակ անգամ մասնակցում են այդպիսի ցուցահանդեսների, տարբեր քաղաքներում, տարբեր պրովինցիաներում Չինաստանի։ Այդ առումով դա պետք է, որպեսզի այնտեղի ժողովուրդը տեսնի, համտեսի, ընտելանա, հասկանա, որ դա որակյալ ապրանք է, որ դա վստահություն ձեռք բերող ապրանք է, որ կարելի է օգտագործել։ Այդ առումով բացի ցուցահանդեսներին մասնակցելուց պետք է նաև, այսպես ասած, թիրախային միջոցառումներ արվի։ Ասենք գինու փառատոններին մասնակցել, գինու համտես միջազգային մրցույթներ կան, մեր գինիները մասնակցեն ընդեղի մրցույթներին,
Վերջի տարիներին մենք կազմակերպեցինք ընդեղի Շանհայի միջազգային գինու մրցույթին մասնակցեց մեր ընկերություններից մեկը, դա եզակի դեպք էր, բայց պետք է այդպիսի բաները շատ հաճախ լինի, որովհետև չինացի ժողովուրդը, եթե տեսնում է, որ իր երկրում դա մրցույթ է, շահել է ինչ-որ մի բան, անընդհատ ինչ-որ ներկայացում է, ավելի վստահ է վերաբերվում այդ ապրանքատեսակին։ Գործընկերներին գտնել անշուշտ շատ դժվար գործընթաց է։ Այո, առաջին քայլը պետք է լինի նման ցուցահանդեսներին մասնակցելը։ Ուրիշ ինչ քայլեր կարող են անել մեր բիզնեսմենները նոր գործընկերներ գտնելու համար Չինաստանում։ Այսպես ասեմ, որ չինացի ժողովուրդը իր մենտալիտետով շատ բարդ է եւ ընդեղի, ասենք, գործարար հարաբերություններ ստեղծելը ահագին բարդ է։ Դրա համար ես խորհուրդ կտամ մեր գործարարներին, որոնք ուզում են մտնել չինական շուկա, հաճախ գնալ այնտեղ մասնակցել եւ ցուցահանդեսների եւ ուղղակի մի հատ շուկան ուսումնասիրել, բայց ներկա գտնվելով հերակա կարգով շատ դժվար է այնտեղ գործընկեր գտնելը։ Դա եվրոպացիներ չեն, ամերիկացիներ չեն, սա ունի իր նյուանսները, առանձնահատկությունները, շատ կարևոր են չինացի ժողովրդի համար, չինացի գործարարների համար։ Այնտեղից հրավիրել ստեղ կան, տեսնեն, մասնակցեն, գործարաններ այցելեն, սա պետք է արվի, առանց դրա հնարավոր չի։ Մենք չինական շուկա բացի մեր ավանդական այսպես գինի, կոնյակ եւ այլն, ուրիշ ինչ ապրանքներով կարող ենք մտնել։ Շուկան շատ բազմազան է, ուղղակի պետք է մեր արտադրատեսակները համապատասխանեն ընդեղի պահանջներին։ Մենք վերջի տարիներին փորձել ենք մեր գործընկերներին, ասենք, տեքստիլի արտադրության նույնիսկ նորաձևության ոլորտի ընկերություններ այնտեղ տանել, իրենց արտադրանքը ներկայացնել, պատկերացրեք, որ ահագին լավ արձագանք է գտել, ուղղակի էլի եմ ասում, գնային առումով պետք է մեր արտադրանքը մրցունակ լինի, ու դա էլ ինձ թվում է ժամանակի հարց է, մերոնք ինչքան փորձ ձեռք բերեն, այնքան կիչեցնեն ինքնարժեքը եւ կկարողանան մասշտաբի հարց է, դա էլ կա, նու մասշտաբը պարտադիր չի միլիարդանոց կամ միլիոնանոց ինչ-որ արտադրանք տալ, ինչ-որ մի սեգմենտ կարելի է գրավել, դա էլ մեր համար շատ մեծ կլինի, շատ լավ կլինի ինձ թվում է, էլի, բայց մենք փորձել ենք եւ հրուշակեղեն այնտեղ ներկայացնել եւ ասենք նորաձևության, տեքստիլ, դե ավանդական գինի, կոնյակը էդի կա, բայց այսպեսի մի յուրահատկություն էլ ասեմ, որ շփվելով մեր գործարարների հետ, ասենք մեր մոտ խմիչքներից ավելի, այսպես ասած, տարածված է օղիները, պետք է ասել, որ փորձում են անընդհատ մրգային օղիներ կամ սովորական օղիներ ցանկություն ունեն արտահանել Չինաստան, դա անիմաստ է, որտեղ իրանց համար դա խորթ է, շատ խորթ է, իրենք ունեն իրանց տեղական չինական օղին, դա են օգտագործում եւ պետք չէ իզուր տեղը, ասենք, ինչ-որ ավելորդ ջանքեր գործադրել։ Կոնյակ, գինի շատ քիչ է։ Կոնյակ, գինի, ասեմ ձեզ, օրինակ Չինաստանը գինու մեծ շուկա է, ինքը սպառող է մեծ, բայց պետք է ասել նաև, որ Չինաստանում սպառվող գինու 90%-ը հենց տեղական չինական գինին է։ Դա էլ պետք է, այո, դա էլ պետք է հաշվի առնել, որ այնպես չի, որ մեր գինին լավն է, ուրեմն պետք է այնտեղ շատ մեծ պահանջարկ ունենա։ Ոչ, չինացին ինքը սովոր է, որ նախ եւ առաջ ինքը տեղական արտադրանքին է վստահում, իրանց չինական արտադրանքին եւ դա էլ սպառում է։ Ճիշտ է, կա պրեմիալ բրենդներ, ասենք, որոնք ֆրանսիական, եվրոպական, որոնք մշտապես, ասենք, աշխարհահռչակ բրենդներ են եւ այնտեղ պահանջարկ ունեն այդ սեգմենտում, բայց մերոնք պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մեր գինիները եւ, ասենք, կոնյակները, այդ բրենդները նույնպես հանրաճանաչ լինեն եւ որ կարողանան մտնել շուկա այդ սեգմենտում։ Վերջին ժամանակաշրջանում ակտիվացել է դեպի Չինաստան արտահանման ծավալները, սակայն երբ որ նայում ենք դրա կազմում կառուցվածքը, տեսնում ենք թիվ 1-ը մնում է պղինձը, պղնձի խտանյութը, եւ կարող ենք ասել Հայաստանից արտանվող պղնձի 52%-ը գնում է Չինաստան, կենտրոնացել է։ Իսկ անցած տարվա այդ ֆենոմենը ոսկին էր, որ մեծ քանակությամբ ոսկի վերարտահանեցին։ Արդյոք սա լավ տվյալ է կամ լավ ազդակ է հայ-չինական տնտեսական հարաբերություններին եւ արդյոք սա մեզ այսպես չի մոլորեցնում, հա, մեզ թվում է, այո,
առևտուրը աճել է, արտահանումը աճել է, բայց երբ որ նայում ես փաստացի, տեսնում ենք լրիվ այլ իրավիճակ ունենք։ Բացի այս ապրանքներից ուրիշ ինչ ենք արտահանում։ Դե ճիշտ նշեցիք, որ արտահանումը անցած տարի հասել է միլիարդից ավելի փոքր, բայց դրա հիմնական մասը հենց թանկարժեք մետաղներ եւ հանքանյութն է կազմում, այսինքն իրենք հումք են հանդիսանում ըստ էության եւ ոչ մի հավելյալ արժեք չեն ներկայացնում, իսկ մնացած փոքր շատ քանակության մենք արտահանում ենք խմիչներ, ինչպես նշեցի, արտահանում ենք ինչպես զարմանալի է սիգարետ, մոտ 6 միլիոն դոլարի սիգարետ է արտահանվել անցած տարի։ Դա լավ է, քանի որ մենք ունենք մեծ պոտենցիալ այդ առումով արտադրության։ Այո, մեր մոտ լավ զարգացած է, բայց դա էլ իր խնդիրները ունի, դա մեր քննարկելու հարցը չի, բայց պատկերը դա է։ Ունենք նաև որոշակի, այսպես ասած, օպտիկական սարքավորումների արտահանումներ, դա էլ վատ չի։ Այսինքն մենք պետք է ձգտենք այնպիսի բան արտահանենք, որ իր մեջ իրոք հավելյալ արժեք է պարունակում։ Այո, եւ ապրանքը նենց ապրանքներ արտահանենք, որ կարողանանք շուկայում մտնենք։ Ի տարբերություն մեր հարևան երկրների, մենք այդ առումով իրենցից շատ հետ ենք մնացել։ Հետ չմնալու համար ինչ քայլեր պետք է անենք, ինչ խոչընդոտներ կան, որոնք պետք է հաղթահարենք հայ-չինական առևտրատնտեսական հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ համար մեկ խոչընդոտը դա լոգիստիկայի խնդիրն է, որովհետև Հայաստանը լոգիստիկ առումով այսպես մեկուսացված վիճակում է գտնվում եւ ապրանքներ արտահանել է այն էլ Չինաստան դեպի շատ մեծ ծախսերի հետ է կապված եւ չունենք մենք այդպես շատ մեծ ընտրություն, ինչը որ կա դա էլ կա, ավել բան չեն կարող ընտրել, ի տարբերություն ելի եմ ասում մեր հարևանների, որոնք ունեն եւ ջրային եւ ցամաքային ճանապարհներ, նույնիսկ երկաթգիծ է աշխատում դեպի Չինաստան։ Բեռնափոխադրման առումով, այո։ Այդ առումով մենք պետք է նախ այդ լոգիստիկ հարցը կարողանանք ինչ-որ մի ձևով լուծել, բայց դա պետք է աշխատենք եւ չինական կողմի հետ եւ մեր հարևան երկրների հետ, որ կարողանանք իրենց միջոցով համատեղ այդ ճանապարհները կառուցենք։ Մյուսը, ես կարծում եմ, այսքան տարվա մեր ասենք աշխատանքի արդյունքով այսպիսի մի խնդիր կա, որ շատ ընկերություններ, եթե նպատակ ունեն գնալ ցուցահանդեսների, մի խնդիր է առաջանում չինական օրենսդրության հետ կապված, որ այնտեղ նույնիսկ ցուցահանդեսներին ապրանքներ տանելը պետք է անցնեն համապատասխան փաստաթղթային եւ մաքսային ձևակերպումներ։ Դա մաքսաձերծում, այո։ Սակայն աշխարհով մեկ գոյություն ունի այդ հարցին մի տեսակի լուծում։ Կա ATA-Cornet, այսպես ասած, սերտիֆիկացման համակարգ, որը դեռ 91 թվականին Ստամբուլում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր, բայց ինչ-ինչ պատճառներով ընդհանց չէր ստացել, այսինքն դա ինչ է նշանակում, եթե դու տանում ես ինչ-որ միտեղ ցուցադրության համար, դինի դա կոնկրետ, ասենք, տնտեսական էս առևտրային առումով մեր ընկերությունների արտադրանքը ցուցահանդեսին տանելու համար պետք չի բոլոր այդ փաստաթղթերը հանելը, այսինքն հանվում է միայն ATA-Cornet փաստաթուղթը եւ այնտեղ ժամանակավոր ներմուծում եւ արտահանում է կազմակերպվում, ավելորդ ոչ մի փաստաթղթեր չեն ուզում։ Մենք 2022 թվականին դիմեցինք արտաքին գործերի նախարարություն, այդտեղ լավ էր այդ դիմումը ընթաց ստացավ եւ կառավարության որոշում օրենսդրական փոփոխություններ արեցին, այսօր առևտրի պալատը, մեր առևտրաարդյունաբերական պալատը տալիս է ATA-Cornet սերտիֆիկատ, բայց ցավոք բոլորը անտեղյակ են դրանից։ Լավ կլինի, որ մի քիչ մեր տնտեսվարողներին դրա մասին ավելի լայն ձևով իրազեկեն, այո, եւ կարողանան օգտվել այդ առավելությունից։ Իսկ ֆինանսական կամ հարկային, այսպես արտոնությունների տեսանկյունից ինչ անելիքներ ունենք։ Արդյոք հարկային արտոնությունները կարող են ինչ-որ ձևով խրախուսել։ Գիտեք ինչ, քանի որ մենք մտնում ենք ԵԱՏՄ մաքսային, այսպես ասած, այդ տարածքում ենք եւ այսպեսի մի բան կա, որ ապրանքների արտահանումը դեպի Չինաստան ըստ երկրների մի քանի կատեգորիաների է բաժանվում։ Կա ազատ առևտրի ուրեմն ձևաչափ, որը օրինակ Վրաստանի հետ ազատ առևտրի ձևաչափ է գործում եւ նրանք երբ որ ինչ-որ մի ապրանք արտահանում են 0% մաքսատուրք են տալիս։ Հայաստանը չի օգտվում դրանից,
որովհետև առանձին Հայաստանը չի կարող երկում այդպիսի պայմանագիր ունենալ եւ դա առաջացնում է գների անհամաչափ ուրեմն տարբերություն մեր տարածաշրջանի երկրների արտադրանքների միջև։ Այդ առումով դա շատ կարևոր հանգամանք է, բայց դա ինչ որ մի ձևով, չգիտեմ, հետագայում կլուծվի, չի լուծվի, բայց դա շատ ազդում է մեր արտադրանքների մրցունակության վրա Չինաստանի շուկայում։ Մենք նաև ԵԱՏՄ շրջանակներում ունենք Չինաստանի հետ տնտեսական գործընկերության նաև որոշակի այսպես համաձայնագիր, որը թույլ է տալիս ոչ սակագնային այսպես որոշակի կարգավորումներ հաղթահարենք եւ ավելի հեշտ մտնենք օրինակ չինական շուկա, այդ հնարավորությունը կա։ Ուրիշ բան, որ շատ հաճախ է դրա մասին եւս չի իրազեկվում, մարդիկ տեղյակ չեն այդ հնարավորությունների մասին եւ այլն եւ այլն։ Հայ-չինական հարաբերությունների զարգացման ինչ քայլեր եք տեսնում, ինչ հեռանկարներ եք տեսնում։ Ձեր հայ-չինական գործընկերության կենտրոնը արդյոք այդպիսի ծրագրեր ունի։ Մեր կենտրոնը առաջարկում է հարթակ արտահանողների համար, նաև ինչու՞ չէ, նաև ներմուծողների համար հարթակ, որ մենք կարողանանք աջակցենք ինչ-որ մի ձևով մեր տնտեսվարողների հոգսերը եւ այսպես ասած խոչընդոտները, խնդիրները ինչ-որ մի ձևով լուծելու համար։ Այսպես արտահանողների համար մենք առաջարկում ենք Չինաստանում մշտական գործող տաղավարներ, որտեղ կարող են իրենց արտադրանքը ներկայացնել, որ ճանաչելի լինի չինացի սպառողին, նաև առաջարկում ենք ներմուծողների համար, որտեղ շատ մանր ներմուծողներ կան, որոնք այնտեղ գնալը, տեղում ինչ-որ ապրանքներ ընտրելը եւ այլն դա ծախսատար է ամեն դեպքում, եւ մենք առաջարկում ենք, ասենք, մեր օգնությամբ, ինչով որ կարող ենք իրենց համար գործընկերներ գտնել, ապրանքներ եւ այլն եւ այլն։ Ինչպես նաեւ կարող եմ ասել, որ մեր փոքր եւ միջին ձեռնարկությունների համար դա նույնպես ծախսատար է, այնտեղ ամեն անգամ գնալ, ապրանք տանել, մաքսազերծել, ցուցադրել եւ այլն։ Այդ առումով եւս մենք աշխատում ենք այնտեղի ցուցահանդեսներին աջակցել փոքր եւ միջին բիզնեսին եւ մեր միջոցով մենք կարող ենք բացարձակ անվճար հիմունքներով այդ ամեն ինչը մենք կազմակերպել։ Նույն ճիշտ է չհաշված այդ լոգիստիկ ծառայությունների գները եւ այլն։ Այս համար Հայաստան այցելեց ձեր օգնությամբ, աջակցությամբ Շանհայի ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչները, ինչ արդյունքներ ունեցաք եւ ինչ համագործակցության հեռանկարներ բացվեցին։ Այո, այս ամառ այցելեց Շանհայի ազատ առևտրի գոտու պատվիրակությունը, մենք ծանոթացրեցինք մեր ընկերությունների արտադրանքին, ոչ բոլորին իհարկե, որին որ հասցրեցինք, որովհետև շատ կարճ ժամանակահատվածով են այցելել 3 օրով ընդամենը։ Պետք է ասել, որ այսպիսի այցելությունները, առաջի անգամ էր, բայց այսպիսի այցելությունները լավ է որ շատ լինեն, որ Չինաստանի այսպես տնտեսական եւ առևտրի գործունեությամբ զբաղվող եւ համակարգող պետական մարմինները կարողանան հասկանան, թե Հայաստանը ինչ պոտենցիալ ունի եւ ըստ դրա իրենք հետո կարողանան, ասենք, համապատասխան ուղղորդեն իրանց ընկերություններին, մանրամեծածախ ձեռնարկություններին, որ այս երկրից կարելի է այսպիսի ապրանք բերել, այս երկրից կարելի է այսպիսի ապրանք բերել։ Նրանք այցելեցին, ես կարող եմ ասել, Հայաստան եւ Վրաստան, եւ օրինակ Հայաստանից խմիչք, հրուշակեղեն, բնականաբար ջրի գործարաններ այցելեցինք, բայց օրինակ Վրաստանից իրենք կարողացան իրանց համար դա նորություններ, բորժոմի ուրեմն այդ բանը հանքային ջուրը ոնց որ մտադրություն ունեն ներմուծելու Չինաստան, նաև մեր մոտից որոշակի գինի եւ ասենք հրուշակեղեն այդպիսի արտադրանքներ մտադիր են ապագայում ներմուծել, բայց այստեղ եւս պետք է ուրեմն ես ասեմ, որ մեր ընկերությունները պետք է աշխատեն ժամկետի առումով ավելի հեռու գնացող պլաններ իրագործեն եւ ոչ թե ասենք այս վարկյանին, այս րոպեին ինչ որ փաստորեն կան առնեն, տանեն, այդպես չի, պետք է կամաց ճանապարհ անցնեն։ Չինաստանը բացի այն, որ ինքը տրամադրում է անվճար հարթակներ ցուցադրության համար,
այլ աջակցության ծրագրեր ունի հայ արտադրողների կամ գործարարների համար, որ գան ներկայանան շուկա։ Անվճար հարթակներ էքսպոներին լինում է, այո, տալիս են տաղավարներ, բայց այդ տաղավարները տարածքներ, բայց այդ տարածքը պետք է կառուցապատվի, ձևավորի եւ այլն։ Նու ամեն դեպքում մեծամասնությամբ այդ ծրագրերը անվճար են լինում, բայց նաեւ լինում են, որ պետք է Չինաստանը մեծ երկիր է, տարբեր մի տեղով պետք չի սահմանափակվել, որպեսզի ճանաչելիություն ավելի բարձր լինի եւ արդյունք լինի, այո։ Դրա համար մենք փորձում ենք մեր գործընկերներին հրավիրել նաեւ, ասենք, այդ վճարովի տաղավարները, գոնե ինչ-որ մի ձևով ներկայանան, որտեվ Չինաստանը էլ եմ ասում, քանի որ մեծ է, մի տեղով ներկայանալը դա ցանկալի արդյունք չի տալիս։ Այդ առումով մենք փորձում ենք էկոնոմիկայի նախարարության հետ ինչ-որ եզրեր գտնել համագործակցության, տեսնենք ինչպես կստացվի։ Ամեն դեպքում միջոցառումները, գինու փառատոններ, ինչ-որ այդպես բաներ պետք է անել, որ այնտեղ ճանաչելի լինի։ Մյուս կողմից, օրինակ, մենք միշտ խոսում ենք արտադրողների մասին, բայց զբոսաշրջությունն էլ դա կարևոր մի ճյուղ է, ասենք, տնտեսության համար, պետք է դա էլ զարգացնենք։ Որոշակի զարգացում կա վերջին մի 2-3 տարիների ընթացքում, ահագին շատացել են, բայց պետք է ասել, որ զբոսաշրջիկները գալիս են, այս մեր տարածաշրջանը դիտում են 3 երկրներ եւ գալիս են այցելության 3 երկրները միասին, որպեսզի միայն Հայաստան գան, դա մի քիչ դժվար է, բայց թող էլի գան 3 երկրներ, բայց թող շատ գան։ Այդ առումով ահագին լավ էր, որ մեր մոտ բացվեց այդ ուղիղ չվերթը դեպի Ուրումչի, շաբաթական արդեն 3 անգամ է, բայց դա էլ, ասենք, սահման չի, որովհետեւ նույն Վրաստանից ամեն օր թռիչքները, դա նշանակում է այնտեղ հոսքը ավելի շատ է։ Այնպես է ստացվել, որ Վրաստանում Չինաստանը բավականին մեծ ներդրումներ ունի տարբեր ենթակառուցվածքային, էներգետիկ, նույնիսկ ֆինանսական ոլորտում, բայց Հայաստանի պարագայում շատ պասիվ է։ Ինչով սա կբացատրեք։ Տարիներ շարունակ Վրաստանի կառավարությունը պետականորեն այնտեղ շատ լավ եւ մեծ աջակցություն է ցուցաբերում իր արտադրողներին այնտեղ ներկայանալու համար, գովազդում է երկիրը, գովազդում է արտադրանքը, մասնակցում է, եթե մենք մասնակցում ենք տարեկան մի միջոցառման, այսպես Շանխայի ընթացող Չինաստանի ներմուծման էքսպոին, վրացական կողմը ներկայանում է տարեկան մոտ մի 20-30 էքսպոների է ներկայանում, դե պարզ է, որ դա իր ազդեցությունը ունենում է եւ բացի դրանից դա ես էլ եմ նույն ծախսը, ասենք, վրացի արտադրողի վրա է լինում, կառավարությունը այստեղ ինչ-որ մի ձևով աջակցում է, որ նրանք կարողանան գնան, մասնակցեն եւ հանրահարչակեն, տարածեն իրենց արտադրանքը։ Այսինքն պետական աջակցության ծրագրերը բավականին մեծ են։ Միանշանակ, այո։ Կանշուշտ դուք բավականին սերտ աշխատում եք չինացի, այսպես տարբեր շրջանակների հետ, գործընկերների հետ։ Վերջի շրջանում խոսվող այսպես միջին միջանցքի թրիփի հետ կապված, որը կարող է անցնել նաև Հայաստանով, որքանով է նրանց հետաքրքիր այս նախագիծը, նրանք նման ցանկություն ունեն իրենց բեռները փոխադրել նաև Հայաստանի տարածքով։ Ասեմ ձեզ, որ չինացիները ընդհանրապես եւ չինական պետական ուրեմն փիլիսոփայությունը նրանք առևտուր անող ժողովուրդ են եւ որ ինչպես հաղորդման սկզբում նշեցի բազմադարյան այդ մետաքսի ճանապարհով մենք առևտուր ենք արել եւ նրանք այո նրանք շահագրգռված են բոլոր ուղղություններով ինչը որ հնարավոր է այդ ուղղությունները օգտագործել առևտրային ուրեմն կապերը ընդլայնելու համար ինձ թվում է եւ համոզված եմ նրանց դա շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ պարոն Մխիթարյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսօր քննարկեցինք հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են, շատ կարևոր շրջափուլում են գտնվում եւ մեզանից է կախված, թե ինչպես կարողանանք օգտվել այս հնարավորություններից։ Սա բավականին լուրջ հնարավորություն է մեծ թռիչք կատարելու համար, նոր շուկաներ մուտք գործելու համար։ Չինական շուկան բավականին մեծ է, զարգացած է, հետաքրքիր է եւ մենք պետք է ամեն ինչ անենք այս շուկա եւս մուտք գործենք, դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը։ Ինչպես չինական փիլիսոփայությունն է փաստում, որ դիվերսիֆիկացնելով շուկաները, այլընտրանքներ ունենալով, դա թույլ է տալու երկիրը զարգացնել, այսինքն զարգացման հիմքում
նրանք դնում են այլընտրանքը, դիվերսիֆիկացիա։ Մենք նույնպես պետք է մեր տնտեսական արտահանման զարգացման հիմքում դնենք այլընտրանքը, դիվերսիֆիկացիան, որից մեկը կարող է լինել անշուշտ Չինաստանը։